Ողջույն, Բուն TV եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է, ձեզ համար տաղավարում աշխատում է Գևորգ Ղազարյանը։ Այս թողարկմանը ընդառաջ, երբ սկսում էի մտածել թեմաների շուրջ, նախասահմանեցի ինքս ինձ համար, որ հավաքականի այս ավարտված արդեն միջազգային դադարի ընթացքում տեղի ունեցած երկու հանդիպումներից երկրորդին Իռլանդիայի հետ արտագնահանդիպմանը ես պարզապես չեմ կարող չանդրադառնալ։ Իհարկե այդ մասին խոսել էինք նաև նախորդ թողարկման ժամանակ։ Կարող էինք հպանցիկ խոսել, ասել թե ինչ տեղի ունեցավ, աղյուսակի մասին խոսել, մեր տեղի, որը սպասելի նորմալ 4 հորիզոնականն է, ակնկալվող արդյունքների շրջանակներում մենք այնպես չէ, որ շատ ենք տարբերություն տալիս իրական ակնկալիքներից, բայց մի քանի թեմաներ կան, մի քանի իրադարձություն կա եւ պատահար, որոնք պարզապես սենց թողնել մի կողմ ու ասել դե լավ, դե դրանք ֆուտբոլի, սենց ասեմ, վատ կողմերն են կամ ոչ այդքան էական կողմերն են, ընդհակառակը ես կարծում եմ, որ դրանք հենց ֆուտբոլում ամենակարևոր կողմերն են ու գործոնները, որոնք ազդում են խաղի վերջնարդյունքի, ինչպես նաև առհասարակ մթնոլորտի ֆուտբոլային հանրության ընկալումների վրա։ Եվ դրանք պարզապես հենց մի կողմ դնել ու ասել դե լավ, դե տհաճ թեմաները շրջանցենք ու փակենք, այդքանով անցնենք առաջ, այդքան էլ ճիշտ չէ։ Ես հակված եմ այդպես մտածելու ու կփորձեմ իմ հաջորդիվ մտքերում փաստարկել թե ինչու, փաստարկել թե ինչպես ստացվեց, որ ստացվեց այդպես եւ մի փոքր խոսենք ընդհանրապես ապագայի մասին, քանի որ շատ են մտքերը այն մասին, որ մենք ունենք հավաքական, որից կարելի է ինչ-որ մի բան ակնկալել, ունենք մարզիչ, որը որ կարող է կերպարանափոխել մեր տղաներին, կարճ ասած, այդ ամենը մեզ մոտ մի շատ լուրջ հատված կզբաղեցնի, հետո արդեն խոսանք Հայաստանի առաջնության, ինչպես նաև չենք մոռանա Հայաստանի երիտասարդական հավաքականի ցավալիորեն ել ավելի վատ ելույթների համար, քան եթե խոսում ենք Հայաստանի ազգային հավաքականի մասին, դե ինչ սլանանք առաջ։ Իռլանդիայի հետ խաղը սկսում ենք կազմում մի շատ կարևոր փոփոխությամբ։ Հարձակման սուր ծայրում Հրանտ Լեոն Ռանոսին ենք տեսնում եւ Լուկաս Սելարայանը խաղը սկսում է փոխարինողների նստարանին։ Շատերը կարող են ասեն ինչպես կարելի է զոհաբերել նման աստղի, նման որակներով ֆուտբոլիստին եւ նրան խաղաժամանակ չտալ հենց սկզբում մեկնարկային 11-ի հետ միասին։ Կարծում եմ, որ օրինակ իմ ընկալմամբ դա շատ ճիշտ որոշում էր։ Լուկասը երկար ճանապարհ է անցել, միշտ էլ նրան տրվել է այդ ճանապարհը շատ դժվարությամբ, խաղի որակում մենք տեսել ենք անկումներ այն ժամանակ, երբ ինքը Արգենտինայից ժամանել է հանդիպման վայր, իսկ ահա երբ նա հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում, այնտեղ արդեն ամեն ինչ մի փոքր այլ կերպ էր ու երբ նա միանում էր Հայաստանի հավաքականին, նա կերպարանափոխված էր, նա ավելի առույգ էր, նա ավելի ժպտադեմ եւ այլն, դրանք անեական մանրամասներ են, բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այս ֆուտբոլիստը տարբերվում է այն Լուկասից, որը որ գալիս էր մեկ այլ մայրցամաքից կտրելով անցնելով մի ամբողջ օվկիանոս, այն էլ Ատլանտյան օվկիանոսը։ Եվ հիմա այդ փոփոխությունը ըստ իս իրեն արդարացված կարելի է համարել նաև այն հանգամանքով, որ Հունգարիայի դեմ խաղում նա ցույց տվեց, որ ոչ այդքան, իրապես ոչ այդքան պատրաստ է նման կարևորության խաղերին, դեռ ավելին, նորից իմ ընկալմամբ, երբ նա մրցակցի արդեն հոգնած ֆոնին դուրս է գալիս դաշտ, նա հնարավոր է շատ ավելի շատ կարողանա հավաքականին օգնել։ Դա էլ տեսանք երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում, քանի որ Շաղոյանը միանգամից իր տեղը զիջեց եւ 46-րդ րոպեին արդեն փաստացի երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Լուկասը դուրս եկավ դաշտ։ Դա կազմի հետ կապված մի շատ էական գործոն, որի շուրջ իմ կարծիքը ես ցանկացա հայտնել։ Բայց ամենից զատ պետք է քննել խաղում մի առանձին հերոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Այսպիսով օդային պայքար եւ երկու իռլանդացիներ բախվում են Տիգրանին, առնում ակցիաների մեջ, Տիգրանը հայտնվում է
Բարսեղյան խոտածածկին մենք վարկյաններ անց հասկանում ենք, որ նա արունահոսում է։ Ինչ էր եղել դրան նախորդող դրվագներից մեկում, որը եւս կարևոր է մտապահել։ Տիգրանը զգում էր, որ աճ եզր գնդակը պարզապես չի հասնում։ Կամոյի հետ համագործակցությունը այդքան էլ լավ չի ստացվում, փոխանցումները դեպի իր ուղղությամբ այդքան էլ շատ չեն, դիպուկ չեն, ինչպես ինքը կցանկանար, եւ նա մի պահ որոշեց, որ դա այսպես շարունակվել չի կարող եւ նա պետք է հետ նահանջի, գնդակ ուզի ստանա, փոխանցում շարժվի առաջ եւ նա խաղի հարձակման ֆազայում ունենա դերակատարում։ Նա այդ մտայնությամբ մոտեցավ կենտրոն, ստացավ ու ինչ է տեղի ունենում, նա կորցնում է գնդակը։ Մի անգամից շտապում ուղղել սեփական սխալը, որը նրա մոտ հաջողվում է։ Նա հասկանում է, որ լավ, խաղը ուզում են վերցնել իմ վրա, բայց ինչ որ մի բան այս կատաղությամբ ու այս ձգտումով, այս նպատակով աշխատելու այս կերպը մի տեսակ իրեն չարդարացրեց։ Խաղում արդեն երկու գործոններ ազդում էին Տիգրանի վրա Բարսեղյան, որ նա նման վճռորոշ խաղում կորցնի ինքնատիրապետումը։ Գնդակ նրան չի ասում, նա նահանջում է, փորձում իրավիճակ շտկել, պլյուս այդ դրվագը նա շատ լուրջ վնասվածք է ստանում, վիրակապում են, նա խաղադաշտում է, երկրպագուները սուլում են, ստիպելով նրան այդ գիծը հատել եւ դուրս գալ, որպեսզի խաղը շարունակվի երկրպագուների սուլոց եւ այլն, Տիգրանը դա մեկնաբանում է, որ դե չեք տեսնում, որ ես արունահոսում եմ։ Իսկ նրանք լավ էլ տեսնում են։ Պարզապես մենք պետք է հասկանանք, մենք խաղում ենք հյուրերի իռլանդացիների հարկի տակ եւ այդտեղ նորմալ է, որ ընդհանրապես իրենք ուզում են, որ իրենց հավաքականը խաղա 10-11-ի դեմ։ Մի քանի վայրկյան, հնարավոր է 30 վայրկյան, հնարավոր է մի րոպե, նայած թե ինչ վնասվածքի է այնտեղ լրջություն կա, էական չէ։ Իռլանդացի երկրպագուները բավական լավ ֆուտբոլասերներ են այդ տեսանկյունից ու նրանք գիտեն, թե ինչ է պետք պահանջել։ Տիգրանը դա չընկալեց, Տիգրանը դա անկալեց, որ այդ ամենը, այդ բղավոցներ, այդ սուլոցները ուղղված են հենց իր դեմ եւ նա պետք է փորձի ընդդիմանալ եւ ամբողջ ստադիոնին որպես օպոնենտ ընդունել, ծափահարեց, նրանց փորձեց իր ժեստերով հասկացնել, օքեյ, հասկացանք, բայց ես իրապես վնասվածք եմ ստացել, լուրջ արունահոսում եմ, մարզաշապիկը փոխվեց, ամեն դեպքում անգամ հետագայում այդ նոր մարզաշապիկի վրա մենք տեսնում էինք արյան հետքեր։ Չեմ ուզում այս ամենը հնչի այնպես, թե մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի շուրջ տրագիկոմեդիայի մասին, չէ։ Դա լավ նախապատմություն է ցույց տալու, ոնց որ ինտրո մտանք մի ֆուտբոլիստ, ում մոտ չստացվեց, նրա եզրով չէին խաղում, նա լուրջ վնասված ստացավ եւ նա գնում է իրավիճակը շտկելու։ Արդյոք այդպես տեղի ունեցավ։ Ոչ։ Բանից պարզվեց, որ իսկ մենք դա վաղուց գիտեինք, Տիգրանը մեղմ ասած ինքնատիրապետման խնդիր ունի։ Եվ դա գիտեն բոլորը, մարզչական շտաբում էլ, մեր երկրպագուներն էլ, նախապատմությունը ամբողջությամբ բոլորը գիտեն այդ մասին։ Տիգրանը կարգապահության հետ խնդիրներ ունի, ինքն իրեն տիրապետելու հետ խնդիրներ ունի, դա վատ կողմ չէ, մարդիկ կան այդպես են, հիմա շատ դյուրագրգիռ են, կարող են ամեն մի նուրբ ինչ որ չեմ ուզում ասել վիրավորանքից, բայց ամեն մի ընդհարումից կամ չգիտեմ ինչ որ միջադեպից միանգամից լարվեն, բորբոքվեն ու այդ ամեն ինչը դառնա այն, ինչ որ դարձավ մեզ մոտ։ Հիմա այդ կերպ, երբ թիմը գնում է ընդմիջման, 15 րոպեները, որոնք որ տրված էին մարզչական շտաբին, Տիգրանի խաղընկերներին, բավարար ժամանակ էր, որպեսզի նրանք փորձեին Տիգրանին մի քանի կարևոր միտք հասցնել։ Կարևոր մտքերից երևի թե ամենաէականը այն էր, որ մենք խաղում ենք մի շատ կարևոր մրցակցի դեմ, մեզ համար շատ չարաբաստիկ, դաժան հիշողություններ արթնացնող մի ստադիոնում, որտեղ որ մենք պատմական կարևորության հանդիպմանը ներկայացել էինք պատվով, հեռացանք պատվով, սակայն պարտված։ Եվ պետք է ինչ-որ մի բան շտկենք, Տիգրան ջան։ Չպետք է այդ դրվագները, այդ ամեն ինչը մեկնաբանես, որ նրանք ուղղված են քո դեմ։ Ոչ, այդ ամեն ինչը ուղի այն հունով, որը օգնելու է մեզ նրանց պատժել։ Գլխով քո հարվածը թող լինի մրցակցի դարպասի ուղղությամբ ու գնդակին, որպեսզի այն հայտնվի մրցակցի դարպասում եւ մենք հաղթենք։
Սրա փոխարեն ես չգիտեմ, այնտեղ ինչ են խոսել։ Եթե ճիշտն ասած, ես հակված եմ մտածելու, որ կատաղած Տիգրանը հանդերձարանում պարզապես ինքն իր մեջ եփել է այն ամեն ինչ ինչ տեղի է ունեցել լի վճռականությամբ, որ դուրս եմ գալու պատռեմ մրցակցին։ Եվ ճիշտն ասած, իմ ընկալմամբ հենց այդպես էլ տեղի ունեցել։ Հավաքականում, չգիտեմ, կան այնպիսի այդ առումով հեղինակություններ Տիգրանի համար, որ գային նրան հանգիստ տոնով փորձեին ասեին, լավ, հանդարտվենք, փորձենք հանգստանալ, ինչ որ մի բան կգտնենք, մի ձև կլուծենք այս խնդիրը։ Կան գործոններ, որոնք որ կօգնեն մեզ, մենք կհաղթենք այս խաղում։ 0-0 է, ամեն ինչ լավ է, դու դեղին չունես, այո արնաուսել ես, բայց տրամադրված ես, չէ, մենք կարող ենք դուրս գալ ու այս խաղը բեկել։ Բեկումը տեղի ունեցավ, բայց բեկումը տեղի ունեցավ այնպես, ինչպես որ ոչ ոք մեզնից չէր ուզենա։ Քանի որ այդ ստադիոնում մենք չենք ուզում հայի, ով որ կարմիր քարտ է ստանում եւ դուրս է գալիս։ Բայց այդ դրվագը տեղի ունեցավ պարզապես երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում 52-րդ րոպեին ընթարում Տիգրանը խոտածածկից բարձրանում է եւ իր վնասված գլխով փորձում բոթել մրցակիցն էլ դե մի լավ գիտի թե ով է կանգնած նվազագույնը իր դիմաց, գիտի որ ամենաաստեղային ֆուտբոլիստն է այս հավաքականի, ինչու՞ չես կարող են վայր ընկնել։ Օգտվեմ այս դրվագից, այս ստացած հնարավորությունից, ինչու՞ չէ։ Իսկ մենք ինչու՞ տենց բան չէինք անելու։ Ես էլ պատրաստ եմ ստորագրեմ այն փաստաթղթի տակ, որտեղ մեր հավաքականի ֆուտբոլիստը առիթից կօգտվի Ռոնալդոյի նման քայլի դիմաց, դա վայր կընկնի եւ արդյունքում Ռոնալդոն կպատժվի կարմիր քարտով, ինչու՞ չէ։ Իռլանդացիները գիտեն ֆուտբոլ խաղալ, օգտվել մանրունքներից։ Իրենց երկրպագուներն էլ գիտեն, իրանք էլ գիտեն։ Մենք մնում ենք 10 հոգով։ Այս ստիպվածը շատ նման է մի պատմության, որը Ժոզե Մորինյոն պատմել է Մարիո Բալոտելիի մասին։ Մարիո Բալոտելին որպես ֆուտբոլիստ բոլորին հայտնի է, գիտեն որ տաքարյուն տղա է, ոչ հավասարակշռված, ֆանտաստիկ տաղանդի տեր, գնա գալիս եմ։ Ամեն մի հավաքական կերազեր այդ ֆուտբոլիստին ունենալ որպես հավաքականի խաղացող թիմի խաղացող ակումբի խաղացող, բայց առանց այդ կողմնակի ավելորդությունների։ Նա չի կարող ինքը իրան կառավարել, իր էմոցիաները կառավարել, իր առօրյան կառուցում է այնպես, ինչպես չես ուզենա ընդհանրապես հավաքականից, թիմիդ, ակումբիդ ֆուտբոլիստը կառուցի։ Հիմա Մարիո Բալոտելին հերթական Չեմպիոններ լիգայի խաղի ժամանակ, երբ Ժոզե Մորինյոն ոչ մի այլ ֆուտբոլիստ չունի հարցակման գծում, դրել է Բալոտելին հարցակման որպես միակ ֆուտբոլիստ եւ ունի արդեն ստացած դեղին քարտ 15 ընդմիջման, ինչպես ինքն է ասում, 15 րոպեներից 14-ը նա ծախսում է մեկ բանի վրա։ Մարիո, սիրելի Մարիո, չգիտեմ ինչ բառեր են այնտեղ ընտրել, բայց հասկանում ես, ես չունեմ այլ հարցակվող, վնասվածքներ ունեն բոլորը, քո դիրքում միայն դու ես, խնդրում եմ, դաշտես դուրս գալիս, շատ հանգիստ, մրցավարի հետ չբանավիճել, ոչ մեկի սադրանքներին չտրվել, գնդակի անգամ կորստի դեպքում չմասնակցել պայքարին, խնդրում եմ, արա այնպես, որպեսզի դու երկրորդ անգամ դեղին կամ ամենավատ սցենարում կարմիր չստանաս, խնդրում եմ։ Դաշտեն դուրս գալիս, առաջին իսկ րոպեի ժամանակ մի անգամից, եթե չեմ սխալվում, ուղիղ կարմիր քարտ Մարիո Բալոտելիի համար եւ Ժոզե Մորինյոն մնում է 10 ֆուտբոլիստով դաշտում։ Սա մի պատմություն է այն մասին, որ ընդմիջման անգամ այդ 15 րոպեները ծախսելով մեկ ֆուտբոլիստի վրա, անգամ այդ պարագայում մենք չկարողացանք իրավիճակը շտկել։ Եվ հիմա կարող եք ընդդիմախոսել ու ասել հակադարձելով, որ դե բա կարող է հնարավոր է այս դեպքում էլ մենք ունեցել ենք այնպիսի խաղացող կամ մարզիչ, ով որ խոսել է այդ թեմայի շուրջ Տիգրանի հետ։ Ես չգիտեմ, բայց ամեն դեպքում ես գիտեմ մեկ բան։ Այս երկու տաղանդավոր ֆուտբոլիստները համադրելի են, նրանց բնավորությունը համադրելի է եւ այդ խոսակցությունը պետք է տեղի ունեցած լիներ։ Եվ առհասարակ, քանի որ այդ պատմությունը ֆուտբոլային հանրությունում շատ հայտնի է, ինքը Տիգրանը իմանալով դա, որը եղել է անցյալում, նա պետք է հաշվի առներ, որ դե գրողը տանի, ես տաքարյուն տղա եմ։ Կառավարեմ ինքս ինձ, քանի որ սա կարևոր խաղ է, սա էլ հավաքականն է։ Ու ամեն ինչից զատ ի տարբերություն Մարիո Բալոտելի, ես ավակի թև կապով եմ։ Ինչ օրինակ կարող եմ ծառայել, եթե չկարողանամ ինքս ինձ կառավարել։
Էական չէ այնտեղ մենք բաց ենք թողնում գնդակ, դրանից հետո միանգամից իռլանդացիների ճնշումը մեծանում է, մեկը մյուսի հետևից Հենրի Ավագյանը մեզ փրկում է, իդեպ կարծում եմ արդարացիորեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը բավական բարձր գնահատական էր ստացել առհասարակ եւ նրա այդ սեյվերը իդեպ նաեւ UEFA-ի Instagram-յան էջը առանձնացրել էր որպես այդ հանդիպման զարդերից մեկը մյուսի հետևից այո մենք հնարավոր է խոշոր հաշվով պարտվենք եթե չլիներ Հենրի Ավագյանը ընդհանրապես պահեր ստեղծել մեզ մոտ անգամ չստացվեց չնայած նրան որ պետք է ընդգծել որ ի պատիվ Եղիշե Մելիքյանի նա անգամ 10 հոգու պարագայում ամբողջ արձակողական ներուժը դուրս բերեց փորձելով ինչ որ մի բան շտկել դե գոնե կարելի էր ոչ ոքի պոկել եւ վստահ եմ որ այդ նվազագույն ոչ ոքին տեղի կունենար եթե մենք դաշտում 11-11-ի դեմ խաղանք ցավալիորեն սա հերթական պատմությունն է այն մասին թե իրականում մեր հավաքականը ինքը իրանից ինչ է ներկայացնում եւ երբ մենք մտածում ենք մեր հավաքականի պոտենցիալի մասին մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ թե ինչ ունենք իսկ ունենք մենք սա հենց իմ առջևը հավաքականի 1-0 հաշվով պարտությունը արդյունքները մեր հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած խաղը նվիրումը որոշների մեծ մասի մեծ հաշվով Տիգրանի անգամ արարքը դա նվիրումից բխող վատ էֆեկտ է երբ դու չափից դուրս շատ ցանկանում ես անել ինչ որ մի բան լավ բան բայց ստացվում է ինչպես միշտ վատ բան որը պետք է որ Տիգրանի նախորդ փորձերից դաս լիներ որ դե երևի թե այդպես պետք չանել Ցավոք սրտի սա այդ անգամը չէր եւ անգամ խոսակցություններ կան որ նա այլևս չի ցանկանում հավաքականում հանդես գալ միջազգային կարիերան հավաքականում ավարտելու մասին տարբեր ֆուտբոլիստների շուրջ խոսակցություններ են պատտվում այդ թվում եւ Լուկասի Սելարայան եւ մենք վերադառնում ենք այն տաշտակին որի շուրջ եղել ենք ընդամենը ամիսներ կամ ոչ ամբողջական տարի առաջ Պետրակովի օրոք Եվ շատերը հիմա արդեն համատության մեջ քննարկում են, իսկ հնարավոր է Պետրակովը ճիշտ էր։ Իսկ հնարավոր է Պետրակովը ճիշտ էր, քանի որ նրա օրոք Հայաստանի ազգային հավաքականը ոչ մի խոշոր հաշվով պարտություն չի կրել։ Այո, կարևոր խաղերում պարտվել է։ Եվ մեծ հաշվով Պետրակովը շատ ռացիոնալ եւ շատ օրինաչափ որոշումներ էր կայացնում, իմանալով թիրախային այն խնդիրները, որոնք որ բնորոշ են Հայաստանի ազգային հավաքականին, բայց մեր նախկին եթերներում մենք ես չեմ ուզում ասել ինչպես կհիշեք, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, ոչ շատերը կարող են ընդհանրապես չեն նայում այս թողարկումը, սա իրենց առաջին փորձն է։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, որ Պետրակովի օրոք մեծ հաշվով մենք ունենք խաղային մեկ սխեմա, որը տարբեր վարիացիաներ ուներ Եվ այդ աշխատանքային խաղային մեկ սխեման աշխատում էր հիմնականում շատ ավելի ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, երբ մենք պետք է երկրորդ համարով պայմանական եմ դա ասում, երկրորդ համարով պետք է հանդես գայինք առանց, այսպես ասած, առաջին համարի մասին աղերսների եւ դա մեզ մոտ որոշակիորեն, բայց լավ էր ստացվում, դա աշխատող մեխանիզմներ Այլ հավաքականների, հատկապես թույլ հավաքականների դեմ խաղում, երբ որ գնդակը մեզ զիջում էին, բանից պարզվում էր, որ մենք ինչ-որ կաղում ենք դաշտում, չգիտենք ինչ պետք է անել, ինչպես հակադրել, հակադրվել մրցակցին եւ փորձել ճնշել, քաղել առավելագույնը, վերջում ստանալ այդ գրողի տարած 3 միավորը։ Դա Պետրակովի օրոք երևի ամենակարևոր սխալներից մեկն էր, որը իդեպ նրան չգիտեմ, հարցի տեսքով հանդիմանելու տեսքով որևէ մեկը նորմալ շարադրել է որպես հարց ձևակերպել է թե չէ ես գոնե չեմ հիշում ես չէի կարող ձևակերպել որովհետև այդ ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայում եւ հավաքականի կողքին էի եւ առիթ էլ չի եղել ճիշտն ասած նրա հետ այդ թեմայով խոսելու ինչ բայց պետք է ընդգծել որ նա բավական չեմ ուզում ասել մեծամիտ բայց նվազագույնը իր կյանքը ապրած եւ մեղմ ասած այլոց կարծիքի հետ հաշվի չնստող մարդ էր Ինքնավստահ մարդ էր, այո, նա գիտեր թե ինչ է ուզում եւ ոնց է ուզում դա ստանալ։ Հիմա մենք թե դրա այդ խնդիր ունենք թե չէ, դա նրան մեղմ ասած չէր հետաքրքրում։ Եվ հիմա երբ հետ հայացք ենք նետում, այո, մեզ կարող է թվալ, որ որոշ որոշումներ, կարգապահական նկատառումներ, այո, ճիշտ են արվել։ Բայց եւ մենք դրա հետ չենք ուզեցել հաշվի նստենք։ Մենք ուզեցել ենք, որ մեր գլխավոր աստղերին մենք տեսնենք մեր հավաքականում, մենք տեսանք մեր հավաքականում։ Եվ այդ
պահող գծերը, որոնք որ պետք է տանեն այս ուղղությամբ, բերեն մեզ նորից այն կուր հավաքականին, իրենից ենթադրում են նաև մարդկանց եւ գործոններ, որոնք պետք է այդ ամեն ինչը կառավարեն իմանալով այն դժվար կառավարելի կետերը։ Միանշանակ է, որ գալիք հաջորդ երկու խաղերում արդեն երևի թե Սպերցյանի մասին է խոսքը լինելու որպես ավակի։ Արժանիորեն նա թևկապակրի Հայաստանի ազգային հավաքականի համար երկու է շատ կարևոր տնային եւ արտագնա խաղում ընդդեմ Հունգարիայի եւ վերջում արդեն Պորտուգալիայի նոյեմբերին են այդ հանդիպումները տեղի ունենալու եւ ես ընդհանրապես ցանկություն չունեմ որևէ կերպ ասել թե արդյունքի տեսանկյունից մենք ինչ պետք է ակնկալենք ընդհանրապես այս հավաքականը պետք է այս իրավիճակից փորձի դուրս գա պատվաբեր ֆուտբոլով ու ընդամենը մենք պետք է նորից տեսնենք սխեմա Մարշչի կողմից դրված խաղ որը իդեպ կրկնում եմ ես երկու խաղերում էլ տեսել եմ մենք առաջին խաղակեսելում բավական լավ պաշտպանվել ենք պաշտպանությունը որոշակիորեն գոնե շտկվել է այնտեղ մենք տեսնում ենք Փիլոյանին որ պարզապես տղան ստաբիլ լավ է խաղում եւ դա շատ ուրախալի է հատկապես մեր նման ֆուտբոլային երկրի համար, որտեղ որ միշտ պաշտպանությունում եղել են խնդիրներ, եղել են ու կան խնդիրներ։ Եվ այս իրավիճակը այլ շտկումներ արդյունքի տեսանկյունից չի ենթադրում։ Ես չեմ ցանկանում սպասել, որ մենք կարող ենք Հունգարիայի պես ընտրանուն այդուհանդերձ անգամ տան գործոնի պայմաններում ինչ որ բան հակադրել եւ միավոր նրանցից կորզել։ Չէ, ես ուզում եմ այս հավաքականը լավ խաղա, գիտեք։ Լավ խաղա, պատվաբեր ֆուտբոլ խաղա, եթե կարողանա գոլ շուտել, շատ ավելի լավ, գոլ շուտես արդեն նվազագույնը դա նշանակում է ոչ ոքի ունես, վերջի վերջո արդեն 4 տասնյակ հասնող խաղ մենք անընդհատ գնդակ ենք բաց թողնում։ Թերևս հավաքականի այդ դժբախտ դեպքի եւ խաղի մասին կուզենայի այսքանն ասել։ Քանի որ իմ մեջ կուտակվել էր, ես տեսնում եմ, որ դրա նմանատիպ մտորումներ, մտավարժություններ կան համացանցում, որոշ գործոններ ընդգծվում են, որոշները բաց թողնվում, բայց շատ եմ ափսոսում Տիգրանի այդ քայլի համար, նա բավական հասուն տղա է հասկանալու համար, որ նման բան պարզապես դու իրավունք չունես քեզ թույլ տալու։ Նա չի մեկնաբանել, ոչինչ չի ասել մինչև այս պահ ես նրան էլ հասկանում ես վստահ եմ որ նա զղջում ափսոսում է այդ իրավիճակի իրադրության համար նրան դրանից զատ այլ բան ես ասելու ոչ իրավունք ունեմ ոչ էլ պահանջելու իրավունք ունեմ որովհետև կրկնում եմ դա մի բան է որը գերցանկությունից է տեղի ունենում դու շատ ես ուզում քո ավակականի շուրջ մի լավ բան ու որ ուզում ես դու դա անել Եվ այդ գերցանկությունը ծնում է նման ոչ ցանկալի իրավիճակներ։ Այո, դա նաև պատասխանատվության ինչ որ գործոն ու ցուցանիշ է, որը թերևս պետք է բխի պատասխանատվության զգացումից։ Արդյոք այստեղ ես չեմ անցնում այն կարմիր գիծը, որը գերցանկությունը դարձնում է ոչ ստանդարտ, ոչ ճիշտ որոշումների ավելի ճիշտ։ Ցավոք սրտի այս պարագայում մենք նորից նմանատիպ որոշում ունեցանք եւ կրկին ու կրկին մենք Դուբլինի Ավիվա արենան լքում ենք պարտված նվազագույն տարբերությամբ կրկին գլխիկոր ցավով ընդգծելով որ մենք մեզ մոտ ինչ որ մի բան չի ստացվում այն խաղերում որը որ ինչ որ էական կարևորություն ու նշանակություն կարող է ունենալ մրցաշարի Աղյուսակի հավաքականի հետագայի մասին խոսելու տրամաբանական այդ շղթայի շրջանակներում։ Հիմա սա ավարտեցինք։ Սա անցանք։ Ունենք հավաքական, ունենք նույն տղաները, պետք է պարզապես նրանք ովքեր որ կմիանան նոյեմբերի հավաքին, նրանց տրամադրել, նրանց մի մասը ովքեր որ արդեն պարբերաբար հրավիրվում են, հավաքականին են միանում, շանս ստանան, ցույց տան իրենց, քանի որ բոլորն էլ ունեն լավ որակներ նրանցից շատերին ես իրապես կցանկանայի այդ երկու կարևոր խաղերում տեսնել ֆանտաստիկ մրցակիցների դեմ խաղերում եւ հնարավոր է նրանք փայլատակեն եւ հնարավոր է նրանք ստեղծեն ապագայի այն հավաքականը, որը մենք այդքան երազում ենք ունենալ։ Այսքանը դերս Հայաստանի ազգային հավաքականի վերջին երկու ելույթներից հատկապես երկրորդի մասին եւ կրկին էլ ավելի ցավալի մի թեմայի Հայաստանի երիտասարդական հավաքականի մասին մենք պետք է խոսենք ու անցնենք առաջ։
Հայաստանի երիտասարդական հավաքականը կրում է հաջորդաբար արդեն այս որակավորման փուլում խմբային մրցաշարում իր 4-րդ պարտությունը։ Այնպես չէ, որ դրանից առաջ էլ մենք ինչ-որ հաղթանակի կամ ոչ ոքիների շարք ենք ունեցել, չէ, մեծ հաշվով հիմնականում դրանք եղել են պարտություններ, բայց շատ ցավալի երկու պարտություն եւս եւ այդ շարքին ավելացավ նաեւ մի խոշոր հաշվով պարտություն, որպեսզի եւ ավելի բեթարներ, ինչպես ասում են, մեր պրակտիկայում եղել են 5-1 հաշվով մենք պարտվում ենք արտագնախաղում Իտալիայում տեղի ընտրանում Իտալիայի երիտասարդական հավաքականին։ Եվ գիտեք, այս պարագայում ես կոնկրետ թեմա ունեմ, որի շուրջ կցանկանայի մտորել ձեզ հետ միասին, այն է, որ արդյոք իդեպ այս նույն թեման նաև իմ գործընկերներից Արման Աբելյանը բարձրացրեց, մենք փաստացի տեսնում ենք, որ ԲԿՄ-ն, այն թիմը, որը հիմա կա, նախորդ մրցաշրջանում էլ այն աշխատող նորմալ մեխանիզմ ունի։ ԲԿՄ-ն խաղում է։ ԲԿՄ-ն իդեպ խաղում է նաև Հայաստանի առաջնությունում եւ խաղալ բայի տակ, ես նկատի ունեմ, նա ֆուտբոլ է խաղում։ Նա ունի արդյունք, պայքարում է տրանսֆերներով եւ ֆինանսական լուրջ հնարավորություններով այլ ակումբների հետ, Հայաստանի առաջնության մասին է խոսքը, եւ ապահովում նրանց մրցակցություն։ Վերջին տուրի մասին մենք խոսանք, 10-րդ տուրի մասին, որի շրջանակներում նրանք անգամ 4-0 հաշվով, խոշոր հաշվով հաղթեցին Արարատին։ Բայց այդ նույն ԲԿՄ-ի կորիզը, երբ գալիս է արդեն կազմելու երիտասարդական հավաքականի հիմքը, այստեղ արդեն իրավիճակը կտրուկ փոխվում է։ Մարզիչը նույնն է, խաղացողների, կրկնում եմ, կորիզը, մեջքը, ողնաշարը նույնն է։ Մի քանի թիրախային փոփոխություն, անգամ որոշները, ովքեր որ մաս են կազմել այդ նախորդ հավաքականների տարիքային, նրանց բերում են ԲԿՄ, մաս են դարձնում ԲԿՄ-ի, որպեսի ներգրավվի թեմատիկ մթնոլորտային առումով նույն այդ ընտրանում մեջ ավելի լավ հասկանա մարզչին, բայց հենց բանը հասնում է, կրկնում եմ, հավաքականին, այստեղ ինչ որ մի բան միանգամից կորում։ Այդ նույն տղաների, ովքեր որ անգամ եթե մենք խոսում ենք այն տղաների մասին, որոնք որ ԲԿՄ-ից հետո նորից շարունակել են իրենց կարիերան արդեն վերջին տարվա ընթացքում այլ ակումբներում, այսպես ԲԿՄ-գից հավաքական ֆորմատով խաղալիս ինչ որ մի բան նրանց մոտ չի ստացվում։ Բայց սրանք նույն տղաներն են, գիտեք, նույն այն տղաները, որոնք որ իրար հետ խաղում են, առաջությունում բավականին հաջող են հանդես գալիս։ Եվ այստեղ հիմա թեման չեմ ուզում շարունակել, ինչ է եղել տղաների հետ ոչինչ չի եղել։ Նրանք խաղում են այն ֆուտբոլը, որը որ դրված է, բայց այստեղ հարց է առաջանում, արդյոք նպատակահարմար է, որ ԲԿՄ-ի գլխավոր մարզիչը կիսի այս պարտականությունները ազգային հավաքականի հետ։ Սա շատ լուրջ հարց է, որը պետք է ֆուտբոլային ֆունկցիոներները քննարկեն ու որոշում կայացնեն։ Փաստացի մենք տեսնում ենք, որ դա իրեն չի արդարացնում։ ԲԿՄ-ում, այո, կրկնում եմ, իրեն արդարացնում է։ Ես շատ հաճախ այն ամենը ինչ տեսնում եմ, մոտիվացիան, աշխատող մեխանիզմն ու սխեման ֆուտբոլային, որը դաշտում կա եւ կրկնում եմ, գործում է։ Բայց մենք չենք կարող այդ ինստալ անել այդ գործոնները նաեւ հավաքականի մեխանիզմի մեջ։ Եվ չի կարելի պատճառաբանել այստեղ, որ թիրախային մի քանի կետային դիրքերում մենք ունենք այլ ֆուտբոլիստներ, որոնք որ այդքան էլ կարճ ժամանակում չեն հասցրել, որովհետև մենք նրանց փոխարինում ենք փաստացի եղածի մեջ ավելի լավ կադրերով եւ կարծես թե դա պետք է նպաստի, որ այն ավելի լավ աշխատի։ Բայց բանից պարզվում է, որ դա այդպես չի լինում։ Եվ հավաքականի մակարդակով ֆուտբոլը դա այլ ֆուտբոլ է։ Եվ այն տարբերվում է ակումբային մակարդակով ֆուտբոլից։ Եվ մեր երիտասարդական հավաքականը դրա ամենավարձուցանիշն է։ Եվ եթե որոշ պարբերականությամբ Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակներ տոնում է, ոչ այդքան հաճախ, բայց այդուհանդերձ ամուր մրցակիցների դեմ մեր ընտրանին կարող է խաղալ ոչ ոքի, կարող է հաղթել, կարող է պարտվել գերխոշոր հաշվով։ Գերխոշոր հաշվով կարող են պարտվել մեր բոլոր ընտրանիները, բայց անակնկալ հաղթել, մեկ հաղթում է կանանց հավաքականը, որքան շատերի համար կարող է սա վիրավորական հնչել, ել ավելի շատ հաղթում է ֆուտզալի հավաքականը, որը ընդհանրապես այս սիստեմի մեջ բացառություն է, նա ավելի շատ հենց հաղթում է, եւ որպես թիմ պետք է օրինակ ծառայի բոլոր մեր մյուս հավաքականների համար։ Հայերով փախտում են բոլորին, խաղում են բոլոր ուժեղ հավաքականների դեմ,
չեմ ուզում ասել հավասարի պես հատկապես հաշվի առնելով որ Պորտուգալիայի հետ շատ ցավալի փորձեր են ունեցել Իսպանիայի հետ ընկերական, բայց նա կարող է շատ ավելի պատվով ֆուտբոլ խաղալ, անգամ համաշխարհային հեգեմոն ուժեղագույն ընտրանիների դեմ։ Իսկ երբ մեծ ֆուտբոլի մասին ենք խոսում, ասում եմ, այստեղ մեր ազգային հավաքականը գիտի թե ինչպես երբեմն պետք է կրակել եւ որ ուղղությամբ, իսկ մյուս հավաքականները, այսպես հավաքականի մասշտաբ երբ որ գալիս են այդ տղաները, իրենց մոտ ուղղությունների շատ լուրջ խախտում ու շեղում է նկատվում։ Հարց կրկնում եմ, որը արկա է, որը իդեպ արդեն կիսով չափ փոխվել է այլ ուղղությամբ, հա, ԲԿՄ 2-ում աշխատող մարզիչը, որ նաև իր պարտականությունները կիսում էր մինչև 19 տարեկանների հավաքականի հետ համատեղությամբ, արդեն այդպես չէ եւ հիմա պետք է նաև այս նույն հարցը քննարկման դրվի երիտասարդական հավաքականի պարագայում։ Միակ դրականը չգիտեմ կընկալեք, արդյոք դա դրական է, մենք հաղթում էինք Հյուսային Մակեդոնիային, մենք իդեպ 2 գոլ ենք խփել այս ընթացքում, եթե դրան կարելի է ինչ-որ դրական նոտաներ համարել այս ընթացքում, որովհետև անցկացրած 4 խաղերում նախորդ երկրորդում, դրանից առաջ 2 դիմակայություններում մենք 4 հաշիվներով պարտություններ էինք կրել թե Լեհաստանից, թե Շվեդիայից, եւ հիմա գոնե կարողացանք գոնե 1-1 թռչել, այնտեղ էլ կամային հաղթանակ տարան Հյուսիս Մակեդոնացիները իրանց իսկ հայահարկի տակ եւ երկրորդ գնդակն էլ այնտեղ որ բաց թողեցինք, իդեպ կուրիոզային գոլ էր, ոչ պարտադիր եւ նվազագույնը այդտեղ կարող էինք ոչ ոքի խաղալ եւ ունենալ գոնե գետ 1 միավոր։ Բայց ունենք այն իրավիճակը, որը կա հիմա պարտությունից հետո եւ 0 միավոր, 2 խփած գնդակ եւ չեմ էլ ցանկանում հաշվել, բայց շատ բաց թողած գնդակներ։ Այսքանն էլ երիտասարդական հավաքականի մասին եւ անցում կատարենք, ինչպես խոստացա այս թողարկման սկզբնամասում, խոսելու ենք Հայաստանի Fastex Premier Լիգայի մասին։ Այսպիսով հաղորդման վերջնամասի համար մենք առանձնացրել ենք իմ համար գոնե շատ ավելի հարազատ, շատ ավելի հաճելի, շատ ավելի ինտրիգային ու հետաքրքիր մի բաժին, որը Հայաստանի ֆուտբոլի առաջնության մասին է լինելու։ Իդեպ նրանքից նաև կխոսենք Նոայի Եվրագավաթային երկրորդ տուրի կոնֆերենցիաների լիգայի արտագնախաղի մասին ընդդեմ Ունիվերսիտատիա Կրայովայի, քանի որ Ռումինիայից ռումինական ակումբային ֆուտբոլի հետ կապված մենք այս մրցաշրջանում բավական դրական հիշողություններ ունենք։ Այսպիսով 10-րդ տուր մեզ մոտ 5 հանդիպում տեղի ունեցավ եւ տուրը մեկնարկեց Գյումրի քաղաքային մարզադաշտում, որտեղ Շիրակը իրական պայքար եւ միավորների համար կռիվ առաջադրեց Ալաշկերտին, որը այս պայդրությամբ ընթանում է առաջին հորիզոնականով։ 10 խաղից հետո Վայե Գևորգյանի թիմը ունի 22 միավոր, այս խաղում եւս նրանք շատ մեծ դժվարությամբ, բայց 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին։ Մի պահ թվում էր, թե Ալաշկերտը իրապես բեկել է հանդիպման ընթացքը, բայց գյումրեցիները, ինչպես նրանց բնորոշ է, պատվաբեր խաղ խաղացին եւ առաջին խաղակեսից հետո, երբ արդեն Ալաշկերտը ստացել էր 2 գնդակի առավելություն, այդուհանդերձ երկրորդ կեսում 11 մետրանոցով նախ եւ առաջ կարողացան կրճատել հաշվի տարբերություն, հետո արդեն բավական ժամանակ կար ինչ-որ մի բան անելու, ճնշում կար, պետք է խոստով անենք, Ալաշկերտի համար շատ դժվար էր, բայց արդյունքում նրանք միավոր չեն կարողանում վաստակել եւ Արսեն Հովանեսյանի սաները կրկին պարտություն են կրում, մնում 10 խաղից հետո 6 միավորով եւ Գանձասարի հետ միասին այս պահին նրանք այդ եզրափակող եռյակում են։ Հաջորդ եւ տուրի գլխավոր անակնկալը թերևս տեղի ունեցավ կրկին ոչ Երևանում տեղի ունեցած խաղում, այստեղ արդեն բազմակի չեմպիոն Փյունիկը Վանին չկարողացավ պարտության մատնել, փաստացի այս պայդրությամբ, իհարկե գիտենք Հայաստանի առաջնությունում ինչ ասես կարող է փոխվել, то ամբողջ անունը, ակումբը ինքը իրանով կարող է կազմը գնալ լրիվ ուրիշ տեղ, ուրիշ երկիր, բայց այս պայդրությամբ գոնե կարելի ասել, որ Փյունիկը այն կարգավիճակում է, որը չես ասի, որ բնորոշ է տիտղոսի համար
պայքար մղող թիմի եւ նրանք Վանին պարտվում են 2-1 հաշվով, նրանք իհարկե 1 խաղ ավելի քիչ են անցկացրել, 9 խաղ իրենց ակտիվում ունեն անցկացրած եւ Եվրագավաթային այդ հատվածի ժամանակ 1 խաղ, եթե չեմ սխալվում, 3-րդ տուրից տեղափոխվել է եւ նոյեմբերին տեղի կունեն անդեմ Արարատ Արմենիայի դեմ։ Այստեղ նրանք 16 միավորով են եւ 5-րդ տեղում, 10 խաղից հետո 11 միավոր վաստակած Վանը 6-րդն է։ Եվս մեկ կարևոր եւ հետաքրքիր արդյունք արդեն ամսի 18-ին տեղի ունեցած դիմակայություններից այս մեկը թերևս տուրի կենտրոնականն էր, քանի որ Նոայի եւ Ուրարտուի միջև հանդիպումը միանշանակ կարելի է անվանել տուրի կենտրոնական հանդիպում, գործող չեմպիոնը սեփական արկի տակ ինչ որ չափով նրանց համար արդեն ստադիոնների առումով մի փոքր իհարկե այստեղ առաջանում են դժվարություններ, տնային հարկ, նրանք նորից վերադարձել են հանրապետական ստադիոն, իհարկե հասկանում եք, նաև Եվրագավաթային հանդիպումների գործոնը կա, ցանկանում են հանրապետականում խաղալ, քանի որ այդտեղ նաև անցկացնում են Եվրագավաթային կարևոր իրենց դիմակայությունները եւ Նոայի հարկի տակ Ուրարտուն նորից կարողացավ ոչ ոքի կորզել, ինչու եմ ասում նորից, քանի որ նախորդ տուրով ավարտվեց, այսպես ասած, առաջին հատվածը առաջնության, երկրորդ եւ երրորդ հատվածներ էլ կան եւ հայելային տրամաբանությամբ է տեղի ունենում վերջին խաղից հետո 9-րդ տուրի խաղից հետո նույն մրցակիցն է արդեն մրցակցի հարկի տակ տրամաբանությամբ եւ նախորդ խաղում եւս Ուրարտուն կարողացել էր արդեն իր ստադիոնում իր պատերի ներքո այնտեղ 0-0 ավարտել, այստեղ եւս ստացվեց միավոր կորզել Նոայից, փաստացի 2 խաղ 2-0-0։ Ինչ է սա նշանակում թերևս Նոայի համար։ Նոան առաջնությունում այդուհանդերձ դժվարություններ ունի նոր մարշի գլխավորությամբ եւ խորվատ մասնագետը եթե ինչ որ մի բան լուծում կարողանում է գտնել Եվրագավաթների շրջանակներում, ապա առաջնությունում նրա մոտ այդքան էլ ամեն ինչ չէ որ ստացվում է։ Եվ 18 միավորը 9 խաղից հետո երրորդ հորիզոնականը չես ասի որ նրանց համար այն լավագույն տարբերակն է որ պետք է տեղ գտներ։ Իհարկե Նոան իր նկարտումներով ու նպատակներով միայն վստահ եմ մտածում է չեմպիոնության մասին եւ այս ընթացքում խաղից հետո միավորների կորուստներ է ունենում։ Արարատ Արմենիան բաց թողած խաղի հանգամանքը եթե հաշվի ենք առնում, ապա նա առաջատարն է եւ 1 միավոր է զիջում 9 խաղից հետո Ալաշկերտին վերջին տուրի այս նույն տուրի մասին, որ մենք խոսում ենք, վերջին խաղային օրը 2 հանդիպում տեղի ունեցավ Կիրակի եւ Արարատ Արմենիան, ինչպես այս ամբողջ մրցաշրջանի հենց մեկնարկից սկսած, նրանք դժվարությամբ, բայց կարողանում են հաղթանակ կորզել եւ կրկին, ինչպես նույն հայելային տրամաբանությամբ, անցած խաղում էլ Գանձասարի հետ դժվարությամբ 1-0, այստեղ էլ նորից 1-0 հաշվով նվազագույն հաշվով հաղթանակ, արդեն արտագնա խաղում Գանձասարն էլ գիտեք, որ իր տնային խաղերը անցկացնում է Երևանում, Junior Sport ստադիոնում։ Երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Կամո Հովհաննիսյանը կարողացավ ձախ ոտքի հարվածով հաղթանակ բերել Արարատ Արմենիային։ Արարատ Արմենիան իհարկե շատ լուրջ նպատակների համար պայքարելու է հիմնական 2 տեխնացուների հետ, 2, 3, 4, 5 բոլորի հետ էլ պայքարելու է, եթե այդպես վերցնենք, սակայն ես նկատի ունեմ այն ակումբներին, ովքեր որ հիմնականում եւ ավանդապես պայքար են մղում առաջին եռյակի եւ իհարկե չեմպիոնական կոչման համար։ Այս նվազագույն հաշվով հերթական ու դժվարին հաղթանակը այդ ճանապարհի մի մասն է եւ Մանուել Տուլիպայի թիմի գլխավորած թիմի համար, որքան էլ այդ 3 միավորները կարևոր են, բայց պետք է նաեւ ընդգծել, որ ամեն խաղային օր շարունակում է մնալ այս դժվարությամբ վաստակված 3 միավորների մասին պատմություններ։ Կամո Հովհաննիսյանը խաղից հետո տված փոքրիկ այդ մեկնաբանությունում մի դեպ խոստովանեց ու ընդգծեց, որ առաջությունում այլևս թույլ թիմեր չեն մնացել, այո կան որոշները, որոնք որ կաղում են, սակայն բոլորի հետ պայքարը այսպես թե այնպես վերածվում է իրական ֆուտբոլային առումով մարտադաշտի, քանի որ բոլորն էլ հավասարի պես կարողանում են բոլորի հետ ոտք գցել։
եւ հեշտ միավորներ ու հեշտ խաղեր, կամոն ասաց, որ դժվար թե կարելի է ակնկալել այս տրամաբանությամբ։ Եվ վերջին խաղի մասին, իդեպ որի մասին մի փոքր արդեն մենք հասցրինք խոսել, բանակայինները սեփական արկի տակ 4 գնդակ կարողացան ուղարկել Արարատի դար պասը, որը գոնե իմ համար, որքան էլ որ Արարատը վերջին հորիզոնականում է պատվի արծը եւ վստահ եմ նրանք այս խաղին ներկայանում էին ինչ որ մի բան քաղելու ակնկալիքով եւ այնպես չէ որ սպասվում էր նման հեշտ հաղթանակ բանակայինների համար եւ խոսքս նախորդ թեմայից շարունակելով այստեղ հարկ եմ համարում հենց նույն տրամաբանությունը շարունակել որ այո ԲԿՄ-ն այստեղ որքան էլ որ 10 հոգանոց առաջնությունում մենք խոսում ենք 7-րդ հորիզոնականի մասին, բայց հաշվի առնելով երիտասարդ ֆուտբոլիստների գործոնը, այն որ շատ տղաներ պարզապես դուրս են եկել թիմից եւ հիմա ԲԿՄ 2-ից բազմաթիվ նոր կադրերով կազմավորված կիսովչափ նոր թիմ է, այդուհանդերձ 11 միավոր 9 խաղից հետո, այսինքն մեկ խաղ էլ նրանք ունեն անցկացնելու բավական լուրջ միավորների քանակ է աղյուսակի միջնամասում հետագայում առաջնության վերջում պայքարելու համար եւ ահա այսքանը կրկնեմ բոլոր նրանց համար ում հետաքրքիր է մրցաշարային աղյուսակի տեսքը այստեղ Ալաշկերտը առաջինն է Արարատ Արմենիան երկրորդը 21 միավորով 1 միավոր է զիջում Ալաշկերտին այն նաև նորից հիշեցնեմ որ մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու Նոան երրորդն է նորից մեկ հանդիպում ավելի պակաս անցկացրած բայց արդեն 18 միավորով նրա չափ 10 խաղից ունի նաև Ուրարտուն եւ վերջում արդեն սպասվող Եվրագավաթային հանդիպման մասին Նոան մեկնում է Ռումինիա հանդիպելու Ունիվերսիտատիա Կրայովային նմանատիպ անով մեկ այլ թիմ այս մրցաշրջանում հայկական ակումբներից մասնավորապես Արարատ Արմենիային բաժին հասել է եւ Ռումինիայում հենց կարողացավ լրացուցիչ խաղակեսերում Արարատ Արմենիան պատժել եւ դուրս գալ հաջորդ փուլ նույն կոնֆերենցիաների լիգայի որակավորման արդեն փուլի մասին է խոսքը այստեղ էլ նոային համանման անուն ունեցող մեկ այլ ակումբ է համալսարանականների ակումբ է արդեն Կրայովա քաղաքից այս պայդրությամբ Կրայովան ոչ մի միավոր չունի առաջին խաղում նրանք պարտվել են Նոան տոնել է հաղթանակ եւ այդ այն ակումբների 24 ակումբների շարքում է, որոնք որ իրենց պայքարը կարող են շարունակել Կրայովան էլ այնպիսի ակումբ չէ, գոնե այս պայդրությամբ եւ առհասարակ, որի դեմ անհնար է խաղալ։ Կարծում եմ հնարավոր է եւ հնարավոր է մենք տեսնենք հերթական հաջող դիմակայությունը այնպես որ Եվրագավաթային սպասումներով է լինելու այս շաբաթը հայ երկրպագուի հայ ֆուտբոլասերի համար, իսկ մեր առաջնության թիմերի այս խաղացանկը, որը գալիք տուրում էլ մենք ունենք, մեկը մյուսից հետաքրքիր դիմակայություններ է մեզ առաջարկում, բոլոր նրանց համար կրկնում եմ, ովքեր որ մեր ակումբային ֆուտբոլի սիրահարներն են մնում այդ շարքում, շատ հետաքրքիր հանդիպում կա օրինակ ինձ համար Արարատ Արմենիա ԲԿՄ-ն եւ Ուրարտու Շիրակը իր հերթին նաեւ Ալաշկերտվանը, քանի որ գիտենք, որ Ալաշկերտը որպես թիմ այն բոլոր խաղացողներով իր հենց նախորդ մրցաշրջանից տեղափոխվել է Վահե Գևորգյանի գլխավորությամբ հենց Վանից, այնպես որ անվնապես այստեղ ներքին ինտրիգ կա եւ բոլոր նրանք ովքեր որ ինտրիգ են փնտրում հանդիպումը դիտելու տեսանկյունից հավատացնում եմ Հայաստանի առաջնությունը այդ առումով բավականին հետաքրքիր է հետաքրքիր սցենարների ականատեսն ու ակնկալողը մենք նվազագույնը կարող ենք լինել մանավանդ որ ինչպես Կամո Հովհաննիսյանը ընդգծեց իր այդ նույն ճեպազրույցում փաստացիորեն մեր առաջնությունում այլևս թույլիկ թիմեր անհույս թույլ թիմեր չեն մնացել հավատացնում եմ խոսքը նաեւ Արարատի մասին է նրանք ունեն շատ լավ պատրաստված լեգիոնականներ, որոնց մոտ պարզապես գոնե մինչև այս պահ ինչ որ մի բան չի ստացվում։ Չնայած առանձին հանդիպումներին նրանք ուղղակիորեն ֆանտաստիկ տեսք են ունեցել, թերևս գոնե մինչև այս պահ Արարատ Արմենիայի դեմ խաղում նրանք նաև առաջնության ամենագեղեցիկ գոլի հեղինակն են դարձել, գնդակն ուղարկելով Արարատ Արմենիայի դարպասը դաշտի կենտրոնից նրանք կարող են զարմացնել եւ 11-րդ տուրում էլ նրանք իդեպ գործող չեմպիոն է։ Նոայի
հետ հանդիպում ունեն, հենց Հանրապետական ստադիոնում հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Թերևս այսքանը այս շաբաթվա համար, այն ստացվեց ամբողջությամբ ֆուտբոլային, բայց դե ինչ արած, այնպես է ստացվել, որ թեմաները այդպես են մեզ պարտադրել։ Եվ միակ բանը, որ ինձ մնում է ասել, դա այն է, որ սիրեք սպորտը, սիրեք ֆուտբոլը, սիրեք բոլոր այն մարզաձևերը, որոնցով որ զբաղվում եք ու սիրում եք, իսկ մեր թողարկումներն էլ բաց մի թողեք, քանի որ մենք ավանդապես եթեր ենք դուրս գալիս ամեն 3 շաբթի նույն ժամին Բուն TV-ի եթերում։ Կհանդիպենք գալիք շաբաթ։